Բայց այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը էլի գլուխ է բարձրացրել։ Ասում է բարձրացրել է գլուխը ջարդա։ Ջարդելը չգիտեմ, բայց դրանց բոլորին բանտ եմ ղրգելու։ Քոչարյանի գլխավորությամբ։ Քոչարյանի գլխավորությամբ։ Չէ, ջարդելու այդ գործ չունենք մենք։ Օրենքով սահմանված կարգով այդ մարդիկ երկար պետք է նստեն, որպես թալանչիներ, որպես լրտեսներ, այսօր, Ժորժ ջան, մենք գործ ունենք լրտեսական եռագլուխ կուսակցության հետ։ Այդ մարդիկ, որի վրա իրանց մուսկուլներն են ցույց տալիս, հանդես են գալիս որպես ուժեղ, այդ մարդիկ կյանքում ոչ մի ինքնուրույն բան չեն արել, ոչ բիզնես են ինքնուրույն արել։ Ծառուկյանը եւ իր կյանքում մի բան է ինքնուրույն արել, ոստիկանության ստարշին ա եղել ռուս տուրիստ 1000 ներողություն եկեղեցու մեջ բռնաբարել է։ Այդ է արել ինքնուրույն։ Դրանից հետո ուրիշ ոչ մի ինքնուրույն բան չի արել։ Այդ մարդիկ ամբողջ կյանքները պապաներ եւ հովանավորներ են մանկեբան եկել։ Եվ այսօր էլ լրտեսական ցանց են ձևավորել։ Գագիկ Ծառուկյանի կուսակցության երկրորդ համարը այսօր կալանավորված է պետական դավաճանության մեջ եւ ինքը իմացել է ում այդ ցուցակը դնում, որովհետեւ իրան հանձնարարել են, ինքը ինքնուրույն որևէ բանի վիճակի չի անել եւ քանի որ ես որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ այդ իրեքին հրաժարվել եմ պապայություն անել, որովհետեւ ինձ բան այդ ինչա Ինձ անառակ զավակներ պետք չեն, Ժողովուրդ ջան, ինձ անառակ զավակներ պետք չեն։ Եվ այդ անառակ զավակները վերադարձի շանս երբեք չեն ունենալու։ Դրա համար իրանք ընկել են աշխարհ եւ պապաներ են ման գալիս իրանց համար։ Բայց էլի եմ ասում, իրանք չեն հասկանում, որ իրանք ընդամենը մանրադրամի դերում են։ Այս ընտրություններից հետո իրանք որպես մանրադրամ խուրդելու են ուղակի։ Եվ դուք դա սեփական աչքերով տեսնում եք Հայաստանի Հանրապետ, ես ասել եմ, նրանք երազելու են Հայաստանի Քոչարյանը, Կալուգացին, Ծառուկյանը, երազելու են Հայաստանից փախնելու հնարավորության մասին, բայց իրանք չեն ունենալու այդ հնարավորությունը։ Ավելին իմանալու համար հետևեք մեզ։